Ջորջան, մի վարկ։ Առաջ գնում տղեկ հետ եկեք։ Մի վարկ, մի ջղայնացի ցավը տան։ Անկեղծ։ Պարոն Վարդևանյան, ընտրախախտումների վերաբերյալ ինչ ահազանգեր եք։ Մի վարկյան սպասեք, մի վարկյան գործընկերներ, մի վարկյան։ Բոլորին թող հարմար լինի։ Աչը։ Գործընկերներ։ Պարոն Վարդևանյանի հետ կապված պարոն Վարդևանյանը չի համաձայնվում։ Շատ կարճ մի քանի շեշտադրում անեմ։ Մենք իհարկե երեք տեսանք, թե ինչ աննախադեպ աստիճանի իրավական ճակերտներում գործընթացներ էին տեղի ունենում, այդ թվում ձերբակալումների, կալանավորումների տեսանկյունից։ Ցանկանում եմ հայտնել, որ կրկին դրանցից մի ստվար զանգվածը ընդհանրապես չի համապատասխանել այն հայտարարություններին, որոնք տարածվում են։ Ցավով եմ ասում, թե ինչի համար ընդհանրապես իրավապահները պետք է պատշաճ որոշակի գործողություններ անեն, նոր դրանից հետո հայտարարություններով հանդես գան։ Հարգեն անմեղության կանխավարկածը։ Դրանք բոլորը չի ապահովել։ Հայտնվում է միջարկ անձանց սերբակալության մասին, դրանց շարքում կան ձեր համակիրները, թիմակիցները։ Կան նաև համակիրներ, կան նաև թիմակիցներ, կան նաև հենց ընդհանրապես նշված միջնորդությունների մերժման դեպքեր։ Այսինքն դրանց ստվար զանգվածը, հարգելի գործընկերներ, մոնտաժված ձայնագրություններ են, դրանց ստվար զանգվածը դեռևս այնքան վարույթային գործողությունների անհրաժեշտություն ունեն, որ անասելի է։ Եվ երրորդը, հարգենք անմեղության կանխավարկածը։ Մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ առնչություն ունեցող անձանց, նույնիսկ իրենց անմեղության կանխավարկածը հարգում ենք, որովհետև մենք իրավական նշված մշակույթը իսկապես հարգում ենք։ Բայց հայեցել են, որ ամեն ինչ ընտրական օրենսդրության սահմաններում է, իրենք փաստացի ստացմե չեն հարգում անմեղության կանխավարկածը։ Իհարկե չեն հարգում, իրենց կողմից երբ քննչական կոմիտեի կամ հակակոռուպցիոն կոմիտեի հետ կապված հայտարարությունները որպես ճշմարտություն ներկայացում են, դա հենց ինքնին խախտում է։ Շատ լավ, ես երկու հանգամանք եմ ուզում նշել, գործընկերներ։ Այսօր վաղ առավոտվանից եւս բազմաթիվ ընտրական խախտումներ կան։ Կան դրանք թե թեթև աստիճանի, թե միջին, թե ծանր աստիճանի։ Մենք արդյոք դա անակնկալ համարում ենք, ոչ, բայց երևույթին գնահատական պետք է տրվի։ Այն, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզչության տարրական կարգի խախտում է տեղի ունենում, դա իսկապես լավ բան չէ։ Դա հենց խոսում է նրա մասին, որ մենք ունենք մի իրականություն դեռևս, որտեղ իրավունքը եւ օրենքը սակարկման ենթակա են։ Այդպես պետք է չլինի։ Պատի սցենարիա պատրաստի դիմությունը կախված ընտրությունների ելքից, եթե Նիկոլ Փաշինյանը ավելի շատ էսպես մեծ ձևավորի վերցնելու եք մանդատները։ Հարգելիներս, ես կարծում եմ մենք հիմա մեկ հանգամանք ունենք նշելու։ Դեռևս ժամը 12:00 է։ Սիրելի մեր հայրենակիցներ, սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իշխանությունը պատկանում է ձեզ, մասնակցեք ընտրությունների։ Այսքանը։ Պարոն Վարդևանյանի հետ կապված ինչ զարգացումներ սպասվում։ Պարոն Ղազինյանի դեպքի հետ կապված ես վստահ եմ դուք ձայնագրությունը տեսել եք, այնտեղ պարոն Ղազինյանի առնչության որևէ հանգամանք չկա։ Հիմա դուք պատկերացրեք ձեզանից որևէ մեկի վերաբերյալ 3-4 անց խոսակցություն ունենա եւ դա որպես տվյալ փորձեն հրամցնել ու կրկին անմեղության կանխավարկածի անտեսմամբ։ Աբսուրդ է հերթական, դրան որևէ մի կարևորություն մի տվեք, կրկին անգամ բոլոր մեր հայրենակիցներին հանդես կամ իրենց պարտականությունների վերաբերյալ իրազեկմամբ։ Ընտրությանը մասնակցելը դա պարտականություն է։ Եվրոպական երկրներ կան, որտեղ ընտրությանը չմասնակցելը նույնիսկ պատասխանատվություն է ենթադրում։ Իշխանության կրողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, հայ ժողովուրդն է, բայց այդ իշխանությունը կրելը պետք է իրացնել գալով ընտրություններին եւ մեկ այլ հանգամանք էլ մեր բոլոր հայրենակիցները թող վստահ լինեն ընտրատեղամասում քվեարկություն կատարելուց գաղտնիությունը ամբողջությամբ երաշխավորված է որևէ մեկի կողմից որևէ մի մեխանիզմ չկա պարզելու թե անձը ում է իր քվեն տվել այդ բոլոր ստերը որոնք տարածվում են թող վերցնեն եւ գցեն աղբամանը
գան ընտրության, կատարեն իրենց ընտրությունը։ Բազմաթիվ Տիկին Մելոյանը նաև այս ընթացքում ներկայացրեց, ես կրկին եմ ուզում ասել, կազմակերպչական բնույթի խախտումներից մինչև քարոզչության հետ կապված խախտումներ, այդ թվում նաև ինչ-որ մի նոր երևույթ էր, պայմանականորեն մեկ քվեաթերթիկ, որը հենց վերաբերում է ուժեղ Հայաստանին, մի քանի անգամ են տալիս։ Այսինքն ոչ թե մեկն են տալիս, այլ մի քանի հատ են տալիս։ Ու առաջարկում են քաղաքացիներին ճղել այդ լրացուցիչը, որի իբրև հետագայում քանակի խնդիր առաջանա։ Ինչևէ, գործընկերներ, Just brief, can you tell us about in English for these 4 hours of election, how it went? there are violations. As I've stated, there are various violations, big, small, mild, or petty. At the same time, there are cases of violations of administrative resources throughout the whole electoral campaign, including today, so it's no exception. At the same time, we were prepared for such kind of violations. All of them are being registered and the necessary legal steps are being conducted. Of course, the most important thing for today is that the people who are the ones who have the power participate in elections. Thank you. Շնորհակալ եմ գործընկերներ։ Լավ տրամադրություն, ամփորձանք